Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք կկատարենք ածխաջրերի, մասնավորապես գլուկոզայի կիսաքանակական չափում Բենեդիկտի թեստավորման միջոցով։ Կիսաքանակական չափումը չափման կամ գնահատման մի եղանակ է, որը չի տալիս ճշգրիտ թվային արժեք, բայց տալիս է որոշ չափով կողմնորոշիչ կամ մոտավոր գնահատական, որի հիման վրա կարողանում ենք կատարել համեմատական վերլուծություն։ Բենեդիկտի թեստով մենք կպարզենք գլյուկոզի առկայության մակարդակը տարբեր խտությամբ լուծույթներում և կկատարենք համեմատական վերլուծություն։ Բենեդիկտի թեստի էությունը կայանում է նրանում, որ Բենեդիկտի լուծույթը ավելացնում ենք ուսումնասիրվող լուծույթին և հետևում լուծույթի գունավորմանը, ջերմության ազդեցության տակ։ Եթե ներկը մնում է կապույտ, ուրեմն հետազոտվող նյութում վերականգնվող շաքար, այսինքն գլյուկոզ չկա։ Եթե եռման ժամանակ գույնը փոխում է կանաչի, ապա լուծույթում շաքարի պարունակությունը կազմում է մոտ 0,1-ից 0,5%։ Եթե գույնը փոխում է դեղնի, ապա դա նշանակում է, որ առկա է մոտ 0,5-ից 1% շաքար։ Եթե գույնը փոխում է նարնջագույնի, ապա դա նշանակում է, որ առկա է մոտ 1-ից 2% շաքար։ Եթե գույնը փոխում է կարմիր աղյուսագույնի, ապա առկա է ավելի քան 2% շաքար։ Սակայն պետք է ի նկատի ունենալ, որ նշված տոկոսները շատ պայմանական են, քանզի սրանք կիսաքանակական գնահատականներ են և կախված են ռեագենտի թարմությունից, տաքացման ջերմաստիճանից և տևողությունից, նյութերի հարաբերություններից, նմուշի pH-ից և այլ գործոններից։ Այսպիսով ոչ թե գլյուկոզի առկայությունը լուծույթում չափում ենք միլիգրամներով կամ մոլարությամբ, այլ գլյուկոզի քանակը գնահատում ենք լուծույթի գույնի ինտենսիվությամբ։ Այժմ մենք կպատրաստենք տարբեր տոկոսային հարաբերություններով գլուկոզի լուծույթներ և կդիտարկենք Բենեդիկտի ռեագենտի ազդեցությունը դրանց վրա ըստ գույների ինտենսիվության։ Ուսումնասիրությունը կատարելու համար մեզ անհրաժեշտ են փոքր չափիչ բաժակ, թվային կշեռք, 5 ջերմակայուն փորձանոթ, մետաղյա կալան, բռնիչներ, ներարկիչներ, կաթոցիչներ, թորած ջուր, 90-ից 100 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի ջերմակարգավորվող ջրային բաղնիք, չափիչ գլան, վարկենաչափ, գլուկոզ, Բենեդիկտի լուծույթ, մարկեր, պիտակավորման թերթիկներ, պաշտպանիչ ձեռնոց։ Կարևոր է խուսափել լուծույթների աղտոտումից, օգտագործել մաքուր ներարկիչներ տարբեր լուծույթների ծավալները չափելիս։ Փորձանոթի մեջ պատրաստենք 4 մլ 1,5% գլուկոզի լուծույթ։ Դրա համար վերցնենք 0,06 գրամ գլուկոզ, լցնենք այն փոքր փորձանոթի մեջ։ Ավելացնենք թորած ջուր այնքան, որ լուծույթի վերջնական ծավալը դառնա 4 մլ։ Խառնենք մինչև ամբողջությամբ լուծվի։ Լուծույթից 2 մլ լցնենք փորձանոթներից մեկի մեջ և պիտակավորենք 1,5% պիտակով։ Չափանոթում մնացած 1,5% գլուկոզի 2 մլ լուծույթը կրկնակի նոսրացնենք։ Դրան ավելացնենք 2 մլ թորած ջուր։ Կստանանք 0,75% 4 մլ լուծույթ։ Այս լուծույթից 2 մլ լցնենք մեկ այլ փորձանոթի մեջ և պիտակավորենք 0,75% պիտակով։
Չափանոթում մնացած 0.75%-անոց գլուկոզի 2 մլ լուծույթին ավելացնենք 2 մլ թորած ջուր։ Կստանանք դրանից կրկնակի անգամ նոսր մոտ 0.4%-անոց 4 մլ լուծույթ։ Այս լուծույթից 2 մլ լցնենք մեկ այլ փորձանոթի մեջ և պիտակավորենք 0.4% պիտակով։ Չափանոթում մնացած 0.4%-անոց գլուկոզի 2 մլ լուծույթին ավելացնենք 0.04 գրամ գլուկոզ։ Լավ խառնենք և դրանից 2 մլ լցնենք 4-րդ փորձանոթի մեջ։ Պիտակավորենք անհայտ պիտակով։ 5-րդ փորձանոթի մեջ լցնենք 2 մլ թորած ջուր և պիտակավորենք 0% պիտակով։ Այժմ մենք ունեցանք 0%-անոց, 0.4%-անոց, 0.75%-անոց, 1.5%-անոց և անհայտ տոկոսանոց գլուկոզի երկուական միլիլիտրանոց լուծույթներ։ Կաթոցիչով փորձանոթներից յուրաքանչյուրում ավելացնենք 2 մլ բենեդիկտի ռեագենտ և փորձանոթները դնենք 100 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանի ջրային բաղնիքում։ 3 րոպե եռացնենք։ Այնուհետև փորձանոթները հանենք ջրային բաղնիքից և տեղադրենք փորձանոթների հենակի մեջ։ Անցնենք արդյունքների վերլուծությանը։ Դիտարկենք փորձանոթներում լուծույթների գույների փոփոխությունները և արձանագրենք համապատասխան գնահատականը ըստ գլուկոզի կոնցենտրացիայի։ 0%-անոց լուծույթի դեպքում մենք տեսնում ենք, որ գույնի փոփոխություն չկա։ Այն մնացել է կապույտ։ Կապույտ գույնը վկայում է գլուկոզի բացակայությունը։ 0.4%-անոց լուծույթի դեպքում մենք տեսնում ենք գույնի փոփոխություն դեպի կանաչ, իսկ ահա 0.75%-անոց լուծույթի դեպքում տեսնում ենք գույնի փոփոխություն դեպի դեղին։ 1.5%-անոց լուծույթի դեպքում տեսնում ենք գույնի փոփոխություն դեպի նարնջագույն։ Անհայտ կոնցենտրացիայով լուծույթը դարձավ աղյուսագույն։ Իհարկե, մենք սա կարող ենք ստուգել նաև հաշվարկներ կատարելով։ Քանի որ մենք 2 մլ 0.4%-անոց լուծույթին ավելացրեցինք 0.04 գրամ գլուկոզ, ուստի ստացանք 8 մլ լուծույթ, որում գլուկոզը կազմում է 0.088 գրամ։ Տոկոսային հարաբերությամբ այն կլինի 2.2%։ Տեսական հաշվարկով ստացանք, որ անհայտ կոնցենտրացիայով լուծույթում գլուկոզի տոկոսային հարաբերությունը կազմում է մոտ 2.2%, իսկ աղյուսագույնը դրա վառ գործնական ապացույցն էր։ Գլուկոզի քանակը հնարավոր է մոտավոր գնահատել Բենեդիկտի թեստով գույնի փոփոխությամբ։ Փորձնական արդյունքները համընկնում են տեսական հաշվարկների հետ։ Անհայտ լուծույթի կոնցենտրացիան մեծ է 2%-ից։ Փորձն ավարտեցինք։ Բոլոր սարքերը և պարագաները, որոնք կարիք ունեն ախտահանման, ախտահանում ենք և տեղավորում դրանց համար նախատեսված տեղերում։ Ձեռքերը լվանում ենք օճառով և հոսող ջրով։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։